Ես քեզ հաճախ էի տեսնում հանրային տարբեր վայրերում գինով ցած, Դա ոչ մեկի գործը չի, թե ով ինչ կերպա լիցքա թափվում։ ճիշտ էի նկատում, որ դու անընդհատ խմում էի։ Այո, բավականին։ Դա երևի հենց այդ իմ անհամաձայնության որոշակի դրսևորումներից էր, որ այդ ժամանակին այդ խմելը բերեց նրան են մի քիչ մատերի արանքով եւ այլն ուղղակի այսպես, այսինքն մասնագիտության նկատմամբ թրթիռ չունենալ, Դուբայ, արև, շոկ ու լիքը արցունքներ։ Լացում էիր արդ։ Ես լացում էի մեր երեխու պես։ Երբ որ այդտենց երեխու պես sense լացում եմ, ուսուցում չեմ կարողանում ինձ զսպել, հասկանում եմ, որ սա երկար է, պետքա իրավիճակը փոխել, որ ամեն դեպքում ընկերներս Բաց չզգան։ չվախենան, չանհանգստանան իրոք, որ ասեն այս տղեն ոնց որ չէ, թույլ է։ Ես աշխատեցի եւ հոկեբանի հետ աշխատեցի եւ ինչ որ մարդկանց հետ աշխատեցի։ Այդ թեմայով կոմ։ Հա, թեմայի շուրջ կապված, հա։ Ես աշխատեցի, որ դեղերին չհասնեմ, բայց շատ մարդիկ կոծկվելով իրենց սեռական ոչ ստանդարտ ուղղություններից փախնելով կամիլ էին քննադատում։ Կամիլի վատարին չէր։ Ասլան հավելին կամիլի չէր։ Ես փոքր ժամանակ մտածում էի, որ մերոնք 4 են ունեցել, ես անպայման 5 երեխա պիտի ունենամ։ Չունեմ երեխա, բայց հիմա որ անկեղծ ասեմ, առանձնապես հետաքրքրված չեմ։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gift խանութ սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Eco Roses ծաղկի սրահ, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Argine Davtyan Aesthetic բժշկական կենտրոն, Star Life Group, Aroma International Marketplace, Omorphia Beauty Salon and Spa, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Zara Gary ընտանեկան հոգեբան, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you're about to hear is true. Ողջույն, մենք կրկին Երևանում ենք եւ դուք դիտում եք Տետատետի նոր թողարկումը։ Այսօր մեր տաղավարում ձեր ամենասիրած մեդիա կերպարներից մեկն է, ով եւ դերասան է, եւ երգիչ, եւ իհարկե ձեր ամենասիրելի կերպարներից մեկի հեղինակը։ Արսեն Գրիգորյանն է այսօր մեզ հետ, ողջույն Արսեն։ Ողջույն մայր։ Արսեն, ես քեզ հիշում եմ դեռ իմ դպրոցական տարիներից էկրաններին, Rubicon Plus, հանրային հեռուստաընկերության մի շարք նախագծեր, քո տեսահոլովակները, որոնք նորարարական էին ու ցնցող, բայց գրեթե իմ ողջ կյանքի ընթացքում գիտակից դու կասին կյանքում հեռուստատեսությունից այսպես ասած, բայց միևնույն է, քո մասին շատ քիչ բան գիտեմ, այսօր այստեղ գալիս դա էի մտածում, թեև նաև շատ առիթներ ա եղել շփվելու տարբեր երկրներում, Հայաստանում եւ այլն։ Ինչու ես դու այդքան փակ քո կենսագրությամբ կարելի ասել նաև։ Մի անգամ այդ դպրոցական տարիքի հետ կապված նստած էինք, մի աղջիկ հարցրեց քանի տարեկան ես, ու ես շատ արագ առանց մտածելու ասացի 27, սենց գլխով սենց արեց, հետո ասեց, բայց 27 ես եմ ու քեզ այսքան ժամանակվանից հիշում եմ, ոնց կարող ես 27 լինել։ Ես ի սկզբանե երևի թե դա նախատեսել եմ, այսինքն կամ ինքնաբուխ է ստացվել, որի հետ ես համաձայն եմ եղել, որովհետև ինձ համար արվեստը գործունեությունը, անկախ նրանից դա թատրոն է, կինոն է,
հերոստանգերությունն է, թե ինչն է, ի սկզբանե, երբ որ ես թատրոնը ընտրել եմ, ինձ համար ինքը ինչ-որ մի իմաստով փախուստ էր, այսինքն իրականությունից փախուստ էր։ Իհարկե հետո հասկանում ես, որ դա իրականության մի մասն է, պետք է գնաս իրականություն, որ այնտեղից բերես կամ արվեստից տանես, մի խոսքով այսպես շահկապես այսինքն նկատի ունեմ դա այն ոլորտներ, որտեղ ես ինձնից շանս ունեի կտրվելու այն ամեն ինչից, ինչը ինձ մտահոգում էր, այն ամեն ինչը ինձ անհանգստացնում էր, այն ամեն ինչը ինչի հետ ես կյանքում համաձայն չէի ու դա դեռ շուտ էր սկսվել երեխա ժամանակվանից։ Ինձ այնքան դուր է գալիս այսօրվա քո տոնը, թե ինչպես ես դու խոսում, որովհետև դու երբ մտնում ես որևէ սենյակ, դա լցվում է քո էներգիայով, այդ hyper էներգիայով, բարձր վիբրացիայի, իսկ հիմա հակառակը շատ ցածր տոնով ես խոսում, դա նշանակում է, որ քեզ այլ ամպլուայով ենք տեսնելու ու մեր հիմնական նպատակն էլ դա է, խնդրում եմ մնաս հենց այդ տրամադրության մեջ։ Արշան, ինչ էր եղել, որ դու ուզում էիր փախնել մետրո թատրոն։ Ինչ էր եղել։ Նայ, դա սկսվել է մհեր, ինձ թվում է մի քիչ ավելի անգիտակից ժամանակվանից, որովհետև ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ, այսինքն ես արդեն խոսում էի, Բաքվում խաղում էի, ու ենթադրաբար 3-4 տարեկան է, ժամանակ դեռ Բանգլադեշում էինք ապրում, դրանից ելներով եմ հասկանում, որ մաքսիմում 5 տարեկան կարող է լինեի, որովհետև հետո տեղափոխվեցինք Կանակեր։ Հենց ինքնաթիռ էր գալիս, իմ մանկական զվարճանքներից ու խաղերից մեկն էր, որ ես ձեռքերս բարձրացնում էի դեպի երկինք ու գոռում էի «Սամալյո տարի ինձ տար» եւ շատ խորը համոզմամբ ու նկատի ունենալով, որ ես գտնվում եմ ոչ այնտեղ, որտեղ որ ես պետք է գտնվեմ։ Ու դա շատ երկար է ինձ մոտ տևել, եթե ոչ հիմա, մինչև երբեմն լինում են այդպիսի բաներ, իհարկե կյանքի ընթացքում ավելի պրակտիկա ես ձեռք բերում, համակերպվում ես կամ իմաստնանում ես կամ առավել զգայուն ես դառնում, գուցե գիտակցությունդ է զարգանում, հասկանում ես, որ չէ, դու հենց այնտեղ ես, որտեղ փաստորեն պետք է լինես, որովհետև ի վերջո պատահական ոչինչ չկա, բայց անհամաձայնության նշույլներ ինձ մոտ շատ վաղ հասակից են արտահայտվել։ Դու գտնում ես, որ շրջապատդ է այլ եւ քո տնտեսակն է այլ, ընտանիքը գուցե չէր հասկանում քո օրինակ հակումը դեպի արվեստ, դեպի արտիստիզմ եւ այլն։ Այսինքն որտեղ է զգում այդ դիսբալանսը։ Երբ որ ես ընտրեցի թատրոնը, հակառակը մերոնք սկզբից ուրախացան, ասեցին փողոցից կկտրվի, դա 90-ականներն էր։ Ես էլ այսքան Բանգլադեշ, հետո Քանաքեր, հետևաբար այդ ամբողջ բակային, փողոցային, այն ժամանակ այլ բնութագրումներ կային, այդ իրականության մասն էի ես եւ իմ ընկերները այդ թվում, սա երևի անսպասելի հատվածն է ինձնից, որ կարող է շատերը չգիտեն, օրինակի համար։ Ու երբ որ ես ընտրեցի մետրո թատրոնի ստուդիան, մերոնք ուրախացան, որ ես ոնց որ փողոցից կկտրվեմ, այլ կգնամ դեպի արվեստը եւ շատ համակերպված էին դրա հետ, մինչեւ այն պահը, երբ որ հասկացան, որ չէ, սա լրջանում է, ու այդ ժամանակ ցույց տվեցին իրենց համաձայնությունը, բայց դե արդեն դա ոչինչ չփոխեց, որովհետեւ ես հստակ ու վստահ էի իմ կատարած ընտրության մեջ։ Եվ Քանաքերում ես 95-ին սկսեցի, այսինքն մազերս երկարեցին, խուճուճացան, իմ ջինսի տաբատները ճղվեցին, դարձան շորտեր, մեծ բուլավ կեքով, ռոք, հետո ջազ ռոք, հետո ջազ, երաժշտությունը, չգիտեմ, ես իջնում եմ այնտեղ Սահինյան ռոք կլուբ, ռոք կլաբերում էի անցկացնում իմ օրը, այսինքն ոնց որ ինչ-որ այդ տեսակ տենց հիպի զանգվածի մեջ հայտնվեցի, հետո փոխվեցին, ընկերներս հիմնականում ինձնից տարիքով մեծ էին, վաստակավոր գործիչներ արվեստի, որոնց հետ մենք ընկերություն էինք անում, այսինքն մեր ուրախություններն էր, փարթիներն էր, հետևաբար նաև ինչ-որ բաներ իմ ընկալման մեջ փոխվեց։ Ու ես իհարկե շնորհիվ նաև մեծ աղբորս Քանաքերում խնդիր չեմ ունեցել այդ իմ հագուկապի հետ կապված, որտեվ ես տիկոյի աղբերն էի, ես ինձ կարող էի ամեն ինչ թույլ տալ, բայց դա շատ ռիսկային էր այն ժամանակ։ Տես այդ ժամանակ մենք տարբերվում ենք ինքնաարտահայտվելու, մեր ինքնությունը ցույց տալու,
մեր ներաշխարհը նաև այնպես են կանոն որ արտաքին համապատասխանի եւ այլն։ Հիմա երբ հետ ես նայում, դա ինչ որ պայքար է ասելու որ ես այսպեսին եմ, սա իմ տեսակն է եւ այլն։ Արդյոք նպատակը այս բարագայում արդարացնում է միջոցները, որովհետև այդ ընթացքում որքան էլ որ ապահով եղած լինի այդ քո կերպարանափոխությունը, միևնույնն է ինչ որ հետ կայնուամենայնիվ հոգեբանության վրա դա կմնա, թեկուզ վտանգի մեջ հայտնվելու, չգիտեմ, հիմա ընդունված բառ կա բուլինգի եւ այլն, դա որևէ հետևանք թողել է քեզ քո հոգեբանության վրա։ Ու կարծում եմ որ ինչ որ բաներ թողել է վստահ եմ որ ինչ որ բաներ թողել է, բայց որ ասեմ այնպիսի հետքեր ու հետևանք է թողել, որ ինձ խանգարում է ապրել, չէ, հակառակը ինձ համար յուրաքանչյուր հակազդեցություն ավելի ստիմուլ է հանդիսացել, որ ես ավելի ճիշտ եմ, որտեղ ես փոքր ժամանակվանից էի հասկանում, որ չէ, ինչ որ բան օթում եւ շրջապատում այնպես չի, ինչի համար որ ես ծնվել եմ։ Ես իմ հատուկության գիտակցումը շատ վաղ տարիքից եմ ունեցել։ Այսինքն ես փոքր ժամանակ հասկանում էի, որ եթե ինչ-որ յուրահատուկ մի բան կա, ապա դա հստակ կապ ունի ինձ հետ, այսինքն դա ես եմ։ Ու այդ զգացողությունը ունեցել եմ։ Հետո իհարկե շատ ավելի մեծ տարիքում ես կորցրել եմ այդ զգացողությունը, ինչի համար պատժվել եմ։ Տարօրինակ է, բայց այդպես է հնչում։ Որովհետև ես ինձ փորձրել եմ սովորականացնել շատ բառի վատ իմաստով, հա, ես ինքս հասարակ լինելու արվեստին տիրապետում եմ, բայց ես չափից դուրս եմ փորձել լինել իբրև թե այնպեսին, ինչպեսին բոլորն են, ու այդ ժամանակ կյանքը ինձ Իսկ դա ինչու է սարել, որովհետև այդպես ավելի հեշտ էր դեր ստանալ կամ այդպես էր գուցե անձնական կյանքդ այդ պահին պահանջում, այսինքն որն էր դրա պատճառը։ Ուզում եի հասկանալ այս մարդկանց լեզուն լավ այս մարդիկ ինչ են ի վերջո սիրում, ուզում, ինչն է իրենց համար լանը թեպետ ես օրինակ ինչ գործունեություն որ ծավալել եմ միշտ ունեցել եմ ընդունելություն, միշտ ունեցել եմ ծափահարություններ, ես 95 թվականից երբ խաղացել եմ թատրոնում, այսինքն երբ գնացի ընդունվելու մի անգամից մինչև ընդունելության քննությունը հանձնել ինձ գլխավոր դեր տվեցին պրեմիերայից հետո առաջին անգամ ես ստորագրություն տվեցի ես 12 տարեկան այսինքն դա ինձ համար շատ ընդունելի եւ չգիտեմ այն ֆոտոյով ձեզ հետ կարելի է նկարվելները եւ այդ ամեն ինչը եղել է ու ես լավ է որ այդ տարիքում այդ մեծամտության աստղային ամեն ինչը անցա որովհետեւ հետո արդեն որ ընդունվեցի թատրոն ինստիտուտ ես հստակ արդեն գործի համար էի ոչ թե այդ աստղային ինչ որ դրվագներ ապրելը ոնց որ այն որ 12-ում եղել ենք անցել ենք գիտենք որ դա հաճելի է ասացիր որ պատժվել ես ինչպես զգացիր որ դա պատիժ է ինչ քո հետ տեղի ունենում ես մի բան կուզեմ ասել չգիտեմ մնացած բնագավառներում ինչպես բայց արվեստը երևի թե ամենաէգոիստականն է եւ հենց ինքը իր նկատմամբ որ վարքյանին որ դու իրեն սկսում ես վերաբերվել հենց այնպես, պարզապես, կամ դա դառնում է ուղղակի ինչ-որ մի աշխատանք, այսինքն այն թրթիռը կորում է քո արած գործի նկատմամբ, արվեստը շատ ուժեղ է այդ ժամանակ հարվածում։ Ինձ հետ ամենայն դեպս այդպես տեղի ունեցավ։ Մենք գտնվում ենք Implantum կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղում, իմ կողքին Սարգիս Փափազյանն է, բժիշկ ատամնաբույժ, ով բնականաբար իհարկե տարիներ շարունակ այս ոլորտում է աշխատում եւ արդեն վայելում է նաեւ մեր համայնքի վստահությունը։ Դոկտոր Կրկին ողջույն, շնորհակալություն նորից ժամանակ գտնելու համար մեր հարցերին պատասխանելու։ Բոլորը այս օրերին խոսում են all on 4 ծառայության մասին, ինչ է դա նշանակում։ Այո, շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Դա ինչ է նշանակում, այսինքն հիվանդը գալիս է անատամ կամ ատամներ ունի, որ պետք է հեռացվի, նույն օրը հեռացվում են ատամները, տեղադրում են իմպլանտները եւ տեղադրում են ժամանակավոր ատամներ։ Այսինքն հիվանդը գալիս է առանց ատամների, դուրս է գալիս իմպլանտներով ու իր ատամնաշարով։ Այսինքն մարդը մի օրում կարող է այդ գործընթացը սկսել եւ ժամանակավոր լուծում գտնել եւ բնականաբար իհարկե անցնել ողջ առողջական process-ը, հա։ Այո, ճիշտ այդպես։ Դե ինչ զանգահարեք նշված հեռախոսահամարով, այցելեք կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղ, եթե ունեք հարցեր, վստահ եմ այստեղ ձեզ շատ ջերմ կդիմավորեն։ Լավ եղեք եւ առողջ եղեք։
Grigorian Law Firm-ում մշտապես պատրաստ են օգնել ձեզ ցանկացած իրավաբանական հարցում, մասնավորապես Will and Trust-ի, կտակի եւ ժառանգության հարցերով ենք այսօր խոսելու իրավաբան Աննա Գրիգորյանի հետ։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Աննա, մենք հաճախ խոսում ենք Trust-ի մասին եւ խոսում մասնավորապես երեխաների հետ կապված, ժառանգների հետ կապված, մոռանալով, որ ավագ սերունդը եւս ունի պաշտպանված լինելու կարիք։ Կմանրամասնեք այս մասին։ Ճիշտ ես ասում, ավագ սերունդը այս դեպքում եթե կան տատիկ պապիկներ, իրանք էլ ունեն շատ մեծ խնամքի կարիք եւ կարծում եմ ամենաշատը իրանք ունեն խնամքի կարիք, երբ որ կա let's say մի հատ տուն կամ երկու հատ տուն ու այդ ամեն ինչը ստեղծել է տղան եւ ոչ մի թղթաբանություն չկա, ինչ հա կատարվելու, եթե իրան մի բան պատահի, իր ծնողները որտեղ են ապրելու, ով է հետևելու իրան ծնողների խնամքը, ով է ստան mortgage-ը վճարելու։ So միշտ երբ որ խոսում ենք պաշտպանելու երեխաներին եւ իրանց ապագան, I think նույն ժամանակ էլ շատ ճիշտ է մի պահ կանգ առնել, հասկանալ, եթե մեզ մի բան պատահեց, մեր ծնողները որտեղ են ապրելու, իրանց կարիքները ով է հոգալու, տան payment bill-երը ով է վճարելու։ So այդ դեպքում էլ կարող ենք trust-ի մեջ նշել կետեր, որ եթե ինձ մի բան պատահի, իմ ծնողների համար ես արդեն ապահովված լինեմ։ Անա տարբերություն կա անշարժ գույք տուն գնելուց առաջ անել Will and Trust-ը, թե ընթացքում ու հետո կա որևէ տարբերություն։ Տարբերություն չկա, կախված է նայած որ trust-ն է գրված։ Եթե գրված է irrevocable trust, չփոփոխվողը, դրանով չեն կարող տուն գնել։ Եթե գրված է revocable-ը, շատ ավելի հեշտ ու հանգիստ process է դրանով տունը գնելը, բայց երկուսի դեպքում էլ գնել տունը դնել trust-ի մեջ շատ կարևոր է, տունը trust-ով գնելը արդեն ավելի հեշտ process է։ Հիանալի, եթե ունեք այլ հարցեր, զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով, վստահ եմ կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։ Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։ Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Արի հետ գնանք դեպի մետրո թատրոն, երբ քո առաջին գործողություններն էր, առաջին քայլերն էր այդ ասպարեզում, դու մտար ինչ-որ հրաշքների աշխարհ եւ հասկացար, որ այստեղ ամեն ինչ այլ է եւ մոգական է ամեն ինչ, թե հակառակը մտար ու հասկացար, որ այստեղ պիտի սկսենք աշխատել ու սա իմ առաքելությունն է այս կյանքում։ Չէ, ես մտա հրաշքների աշխարհ, որ այստեղ ամեն ինչ մոգական է, այստեղ հենց այնպես է, ինչպես ես եմ սիրում, որովհետեւ բեմում լինելը դա պայմանականություն է, այսինքն դու պայմանական իրավիճակում ես, բայց դու այնտեղ պետք է լինես ամենավերապրողը։ Մենք երբեմն կյանքում կարող ենք որևէ էմոցիաներ նույնիսկ չապրել այդ վարքյանին, որովհետև ինչ որ տեխնիկաներ ունենք, մեթոդներ ունենք, հենց պարզապես չազդվելու ինչ որ մեկի ներկայությունից, ինքնապաշտպանական, որոնք կյանքի համակեցության կանոններին համապատասխանում են եւ մեզ օգնում են չգժվել։
այս կյանքում։ B-ը դա այնտեղն է, որտեղ դու այդ քո բոլոր պաշտպանողական հատկությունները, հմտությունները պետք է մի կողմ թողնես ու մաքսիմալ անկեղծ լինես իրավիճակի մեջ։ Ու այդ մաքսիմալ անկեղծության մեջ թե ցավն է սրված, թե ուրախությունը, թե այն բոլոր էմոցիաները, լինի դա սիրահարական, հուզարատ, այսինքն ինչ որ պահանջում է կերպարը, ֆիլմը, ներկայացումը։ Այնտեղ շատ ավելի խիտ է այդ ամեն ինչը։ Ասացիր, որ թատրոնը քեզ համար փախուստ է եղել։ Ու նաև մի փոքր առաջ էլ ասացիր, որ դու այլ էր եւ հասկանում էր քո տարբերությունը շրջապատիդ ընկերներիդ փողոցի կյանքի հետ, բայց միևնույն է փոքր ժամանակ, բայց միևնույն է դա փախուստ անվանել սխալ կլինի միայն այդ պատճառով։ Ինչ որ բան կա, որ ավելի կարող է բացել մեզ համար այս պատկերը, թե ինչ է իր փորձում գտնել, ինչից է իր փախնում։ Ինչից է փախնում։ Նայ, դա քանի որ ասում եմ, սկսվել է ավելի անգիտակցությունից գիտակցություն դեպի անցնելը, ինձ համար էլ է հարց։ Ես հիմա կարող եմ ինչ-որ մասնագետների դիմեմ, հոգեբանների հետ աշխատեմ ու գնամ հասնեմ իմ 3-ից 4 տարեկանը եւ հասկանամ դա ինչ բնազդ էր, որ ինձ մոտ ցանկություն էր առաջանում գնալու այլտեղ։ Կամ գուցե դա բոլոր երեխաներն են ունեցել։ Գիտես, որ դու մտածում ես, բայց դու այստեղից ես եւ այլն, դու որտեղից ես հայտնվել, ինչու ես դու հենց այդ ընտանիքում, ինչու ես դու հենց շրջապատված այդ մարդկանցով։ Կարող է դա բոլորին է հատուկ, ուղղակի ես իրանց շատ խիտ ապրել եմ ու հիշում եմ իմ զգացողությունները, էմոցիաները։ Ես խոսում էի Լուսնի հետ եւ մի հատ էլ կակտուս ծաղիկ ունեի։ Այդ ծաղկի հետ էի խոսում, այնքան խոսեցի ծաղկեց։ Ես փոքր ժամանակ չէի հավատում, որ կակտուսը կարող է ծաղկել։ 4 տարի հետո աշխարհի ամենասիրուն ծաղիկը տվեց այդ կակտուսը։ Իսկ ինչ էիր պատմում կակտուսին, որ չէիր կարող պատմել օրինակ մայրիկիդ։ Ոյ, դրա մեջ շատ բաներ կան, որոնք չեմ կարող միջև հիմա եւ չեմ կարող շատ մարդկանց պատմել։ Դա իմ անձնական ապրումներն են, ոչ թե ես խնդիր ու վախեր ունեմ այդտեղ պատմելու կամ չպատմելու։ Ուղղակի այդ անձնական բառը ինձ մոտ հենց ձևավորվել է այդպես, որ դա քոնն է։ Արդեն ստեղծվում է ազգային երաժշտական ալիքը տարիներ անց, հանրային հեռուստաընկերությունը հեղափոխություն է անում, կադր բերելով մեր լեզվով այդ պահին խոսող երիտասարդների ում արտաքինը եւ կերպարները այդ ժամանակ մեզ համար այսպես կինոից էին եւ թեմաներն էլ բավականին համարձակ։ Եվ այդ հեղափոխական շարքում, որ իդեպ ղեկավարում էր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, նաեւ մեծ դեր ունեիր դու եւ դու էլ այդ առաջամարտիկներից մեկն էիր, որ բերեցիք էկրաններ հենց այդ էսթետիկան։ Այդ տարիների մասին կպատմես, ինչպես հայտնվեցիր էկրաններին։ Դա երևի թե այն աստղային իրական զգացողության սկզբնաժամանակներ, իհարկե ես կարծում եմ, որ այդ հեղափոխությունը մեր TV-ում սկսել են Էրիկն ու Իզան, որովհետև նրանք առաջին մարդիկ էին, որոնք այլ էին մեր, այսպես ասած, մեր հասակակիցն էին, ինչ որ իմաստով նոր ինչ որ սանրվածքով։ Ես քեզ ավելին ասեմ, մեր հարևանի աղջկա հետ Գրետիկի հիշում եմ, մենք Էրիկ ու Իզա էինք խաղում։ Երբ որ հաղորդում էին վարում։ Էրիկն ու Իզան են եղել, ես տեսել եմ Էրիկին ու Իզային ինչ էին անում հանդիսատեսը։ Մի անգամ Արա Գևորգյանը կազմակերպել էր ծառատունկ ու այդ ծառատունկին մասնակցում էին Շուշան Պետրոսյանը ու այսպես մեր շատ աստղերը, թվում նաև Էրիկի Իզան։ Ես էլ գնացել էի Շուշանի հետ, ուղղակի այնտեղ միասին այնտեղ լինելու, մեր TV կարիերան դեռ չէր սկսվել։ Մենք Շուշանի հետ մեր ծրագրերն էինք անում համերգային եւ այլն։ Մհեր այդ ինչ արեցին Էրիկին ու Իզային, չեմ կարա նկարագրեմ։ Ես այդ օրը բան իմ տարիքին տենց բանը բադիգարդ էի աշխատում, որ կարողանանք իրանց գողացնել ու դնել մեքենան։ Ու ի ուրախություն ինձ ու նաև իմ գործընկերների, մենք էլ այդ ժամանակում եղանք, այսինքն երբ որ հանդիսատեսը իրենց տետրերի մեջ մեր նկարներով էր գալիս, ես այդ ժամանակ կարող էի համերգ վարել, միևնույն ժամանակ երգել ու թռնել հանդիսատեսի վրա, այտենց ռոքստարի նման,
եւ ինձ պահում էին ու ձեռքերով տանում էին, այսինքն ես այդ զգացողություններն եմ ապրել։ Հիմա ես չգիտեմ որ դռնեմ ուր կհայտնվեմ օրինակի համար։ Հիմա հանդիսատեսը պատկերացնում ես հեռախոսների մեջ, ասենք ու դու թռնում ես, նո, ձեռք չկա բռնելու։ Մեր ժամանակ այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Ու այդ հեղափոխական հերոստատեսային հեղափոխական ծրագիրը, որը Հրաչ Քեշիշյանի եւ Տիգրան Նաղդալյանի կողմից մեկնարկեց, ես կարծում եմ, որ իսկապես շատ բան փոխեց իմպուլսի ու հենց շոու բիզնեսյան եւ հանդիսատես կապի ինտենսիվության հետ կապված։ Իսկ ինչպես էին ձեզ ընտրում։ Ինձ կոնկրետ ընտրել են Շուշանը հրավիրել էր Հրաչին Քեշիշյան դիտելու մեր ներկայացումը, Հայրիկ խեղճ հայրիկ Վահան Բադալյանի բեմադրած, որտեղ ես էի խաղում, Լևոնն էր խաղում, մեր Հովհաննիսյան, որ հիմա Նյու Յորքում ապրում էր էլի հաղորդավարներից, այսինքն որ գնացինք TV։ Ես ու Լևոնը գնացինք Հրաչնա կանչել, Արչին Հրաչ Մուրադյանին նորից վերեցին Հրաչն ասում է դու աստղային բոյ ունես Հրաչ, բոլոր թոք շոուները եւ այն, Թինայենք կաստինգով եկան, այսինքն ամեն մեկը ինչ որ մի տեղից եկավ։ Ես իմ առաջարկը ու հրավերը ուղիղ եղել է Հրաչի կողմից, որ ուզում եմ քեզ TV-ում փորձել։ Ասի մեծ սիրով։ Ընդունվեցի TV։ Ինձ մոտ շատ տպավորվել է համերգներից մեկը, որ վարում էր դու, Ավետը եւ Հրաչ Մուրադյան, այնի առաջին մենահամերգն էր։ Եթե չեմ սխալվում, Սունդուկյան թատրոնում, այո, Նադիայի բեմադրած Սարգսյան։ Արս ինչ կար այդ տարիներին, որ այսօր չկա։ Մեր թրթիրը կար, այն թրթիրը, որ ասում եմ, որ հետո երբ որ կորցնում ես, մասնագիտությունը քեզ պատժում է, որովհետև այդ ժամանակ Էմի այդ համերգը վարելը, ես, Հրաչը, Ավետը, ես անենց բերկրալից զգացողություններ ունեի, որ հիմա մենք երեքով, չգիտեմ, Նիկոլյանի կոստյումով կարած, որ էլի նորաձևության մեջ, այսինքն իր քայլերն է անում, Էմի պես երկչու համերգն ենք վարում, էնտուզիազմ կար, ավելի խանդավառանք կար, excitement կար, որը հետո տարիների ընթացքում օրինակ ինձ մոտ դարձավ սովորական, ես գնում ինչ-որ բան վարում, դուրս էի գալիս, հա, դա անում էի ավելի լավ քան նախկինում, որովհետև արդեն պրակտիկաս էր ինչ-որ բաներ, ունեի արդեն հստակ կետեր, որ գիտեմ, ձայնը որ վարկյանին կարելի է բարձրացնել, որ վարկյանին իջացնել, որոշակի ինչ-որ տրամադրություն ունենալու համար։ Բայց միևնույն է այդ ոգևորության ու այն սիրահարվածության թրթիրը պակասել էր։ Հիմա ես սկսեցի, այսպես ասած, վարժանքներով դրանք հետ բերել ու երբ որ խաղում եմ ներկայացում, մհեր ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև իմ տարիքում ես էլ չգիտեմ, չեմ ուզում հերքել, որովհետև ամեն ինչ կարող է պատահել, կունենամ այդ սիրահարական զգացումը որևէ անձի տեսնելուց, որ ստեղ այդ թիթեռները թռնեն, այսինքն այս կրծքավանդակիս հատվածը դիաֆրագմայով ու ամեն ինչով տաքանա ու ջերմանա, ինչը որ լինում է բեմ դուրս գալուց առաջ։ Ու դա ինձ ապրեցնում է եւ ես հասկանում եմ, որ ես այդ շնորհիվ այդ զգացողությունների դեռ շատ երկար ու շատ լավ կապրեմ։ Ողջույն, մենք գտնվում ենք Էկորոզիսի Գլենդելյան մասնաճյուղի առաջ։ Նշեմ, որ Էկորոզիսը լավագույն ծաղկի սրահներից է Լոս Անջելեսում, որ ունի երկու մասնաճյուղ, մեկը Գլենդելում, մեկը արդեն Նորթ Հոլիվուդում։ Այսօր փորձելու ենք ճշտել եւ պարզել, թե ինչպես է աշխատում Գլենդելյան մասնաճյուղը։ Սա պարզապես հերթական ծաղկի սրահը չէ։ Սա նման է իսկական բուտիկ ծաղկի սրահի, որտեղ դուք կարող եք անցկացնել որոշակի ժամանակ, սպասելով մինչև կձևավորեն կամ պարզապես իհարկե այստեղ կարող եք ընտրել ձեր ամենասիրելի ծաղկեփունջը։ Ասեմ, որ դիզայներները աշխատում են ֆանտաստիկ եւ ունեն իրենց արդեն հստակ ձեռագիրը, որը ճանաչելի է շուկայում։ Այժմ կանցնենք ներս ու նախ կպարզենք, թե ինչպիսին է ծաղիկների որակը, որովհետեւ դա ամենակարևորն է ծաղիկների երկարատև լինելու համար եւ որ ամենակարևորն է կմիանանք նաեւ դիզայներական թիմին։ Այս հատվածում աղջիկները պատրաստում են հերթական պատվերները, որոնք իսկապես
ամենագեղեցիկ դիզայնն ունեն։ Դիզայներական թիմը շատ լավ է աշխատում, ունի իր հստակ ձեռագիրը, որը ճանաչելի է շուկայում, միաժամանակ իհարկե հաշվի են առնում հաճախորդի յուրաքանչյուր կմահաճույք եւ ցանկություն։ Նախապես պատվիրելով այստեղ իհարկե ձեր ցանկալի հասցեով այն կարող է առաքվել եւ միաժամանակ իհարկե ձեր նախընտրած նոթը, գրությունը անպայման տեղ կհասնի։ Ինչպես տեսնում ենք, այստեղ օրինակ նախապես արդեն պատրաստված պատվերներն են, դրանք երբեք չեն խախտվում, հստակ ունեն իրենց ուղեցույցը եւ հասնում են հասցեատիրոջը հաշված րոպեների ընթացքում։ Ինչու է ինձ համար լավագույն ծաղկի սրահներից Լոս Անջելեսում։ Ծաղիկները գալիս են ուղիղ Էկվադորի ֆերմաներից, դրանք չեն առաքվում տարբեր օրինակ պահեստներից կամ շուկաներից եւ պահպանվում են այստեղ այս փոքրիկ համապատասխան ավազաններում։ Այդ իսկ պատճառով դրանք մնում են շատ թարմ եւ ձեր պատվերը անմիջապես հասնում է գեղեցիկ եւ թարմ վիճակում։ Ի սրտե, գիտեք, ծաղիկներն ունեն լեզու, բայց Էկո Ռոզիսի ծաղիկները ավելի բարձր են խոսում։ Մենք մեր սիրելի Art in Beauty Aesthetics-ում ենք, որտեղ կատարվում են գեղեցկության եւ առողջության պրոցեդուրաներ։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն է մեր կողքին, ողջույն բժիշկ, շնորհակալ եմ մեր կողքին լինելու համար։ Այսօր խոսելու ենք ձեռքերի liposuction-ի մասին, կպատմեք ինչ է դա եւ ինչպես է դա կատարվում։ Դե բարև բոլորին, այն մարդիկ, որոնք մեզ հետևում են, արդեն գիտեն, որ մենք տարբեր պրոցեդուրաներ ենք առաջարկում ճարպը հեռացնելու համար, երբեք գուցե դեռ չենք խոսել ձեռքերի մասին, միշտ խոսում ենք փորի մասին, կրկնակզակի մասին, այսօր ես ուզում եմ մեջբերում անել ձեռքերի այս մասի liposuction-ի մասին, որտեղ կան մարմնի մասեր, քանի անգամ ես արդեն նշել եմ, իմ ամենասիրած պրոցեդուրան դա կրկնակզակին է, որտեղ դու երբեք չես կարող սա թաքցնել եւ անելուց հետո միանգամից ջահելանում ես 10-15 տարի, նույնն է ձեռքերն է, երբ որ դու հագնում ես ինչ-որ շորեր, այս ձեռքերի մասերը բաց են, այստեղի ճարպը ծանրությունից կախվում է։ Ես ուղղակի չեմ կարող վիդեոն ցույց տալ YouTube-ի համար, կարող եք մտնել մեր Instagram-ան page-ը, տեսնել հիվանդը այստեղ պարկած է, կներեք։ Սա ձեռքի այս մասն է, պարկած ժամանակ երկու փոքրիկ կտրվածք է լինում, մի հատ այստեղ, նրանք հետո ընդհանրապես հեռանում են։ Եվ կանյուլայի միջոցով կարող եք մյուս նկարի մեջ տեսնել ամբողջ այս ճարպը հեռացվում է։ Երբ ճարպը հեռացվում է, ավելորդ կաշի հավաքվում է, դրա դեմ ինչպես կարելի է։ Տեսեք, շատ կարևոր է, որ ես հաճախորդներին տեսնեմ, որտեղ բոլորը չեն, որ ճիշտ կոնդիդատն են մեր։ Եթե մենք ընտրում ենք եւ դա մեր համապատասխան հաճախորդն է, լազերային մեքենան նաեւ ձգում է այդ մաշկը, դեռ չենք ունեցել խնդրեմ, որ ավելորդ մաշկը կախվի։ Շատ լավ, այսօրվա համար այսքանը, հաջորդ անգամ կխոսենք կրկնակզակի մասին, այնպես որ հետևեք մեզ նաեւ հաջորդ թողարկմանը։ Մենք գտնվում ենք Venus Gifts խանութ սրահում, որտեղ գիտեք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ներկայացվում են լավագույն ապրանքատեսակները, ամենագեղեցիկ եւ ամենալայն իհարկե մատուցմամբ։ Այս պայն մենք խոսելու ենք Christofle հայտնի ֆիրմայից, որը գործում է 1830 թվականից, ֆրանսիական ֆիրմա է եւ իհարկե հայ կանայք եւ տղամարդիկ գրեթե բոլորը ճանաչում են այս ֆիրման։ Այն շատ դասական է եւ միաժամանակ իհարկե timeless, մնայուն։ Պետք է նշել, որ Christofle-ը համագործակցում է Venus Gifts խանութ սրահի հետ վաղուց եւ ներկայացված է այս գեղեցիկ իհարկե առանձին հատվածով Venus Gifts-ում։ Նաև պետք է նշենք, որ շուտով լինելու է հատուկ անակնկալ Venus-ի հաճախորդների համար։ Հատուկ piece, հատուկ իհարկե մի բան, որը հենց միայն այստեղ կարող եք գտնել։ Այնպես որ լայն տեսականին եւ բնականաբար իհարկե նոր հավաքածուները եւ լեգենդար ապրանքները Christofle ֆիրմայից կգտնեք այս խանութ սրահում եւ ոչ միայն։ Գիտեք մշտապես, որ գալով այստեղ ծանոթանում եք նոր տեսականիների հետ եւ ձեզ համար բացահայտում ամենագեղեցիկն ու լավագույնը։ Նաև շատ կարևոր փուլ է եղել քո կյանքում, երբ սկսեցիր նկարահանվել կինոյում, արտիստը, հետո Մոխրամանը, Լիլիթ Մովսեսյանի, այո, ռեժիսոր, որոնք իմ առաջին գլխավոր դերը ֆիլմը։ Որոնք այլընտրանքային ինչ-որ ժանրի գործեր էին, ավելի փառատոնային ֆիլմեր էին, բայց այնուամենայնիվ քեզ բացվելու մեծ հնարավորություն էին տալիս էկրաններին ներևալու։ Հետո արդեն Միացյալ Նահանգներում ունեցար փորձառություն, Շոն Բեյքերի մոտ։ այո, Թուրինջ, հա, Tangerine, այդպես է կոչվում։ Ֆիլմը, որը եւս Mandarin, որը եւս այդպես աղմկահարույց գործ էր։ Իդեպ կարող եք նաեւ Netflix-ում գտնել այդ գործը, այնտեղ ազատ տեղադրված է։ Ինչպես այդ առաջարկը ստացար Tangerine-ի։ Երբ որ ես Լիլիթի հետ աշխատում ես, իսկ Շոն Բեյքերը Ամերիկայում հայտնի է որպես independent, այսինքն հեղինակային ֆիլմի Sweetheart, հա, սիրելի մեկը,
Լիլիթը ինձ համար օրինակ մեր Հայաստանի հեղինակային կինոյի լավագույն ռեժիսորն է, որը կարող է եւ կոմերցիա անել, եւ նկարել, այսպես ասած, այնպիսի ֆիլմեր, որոնք թեթև են, պոպկորն կարող ես ուտել ու նայել, ինչը շատ լավ է, էլի շատ սիրելի է, բայց կարծում եմ, որ հեղինակային կինոյի մեջ Լիլիթը հիանալի գործեր ունի արած, որ ինչպես Շոնի ֆիլմերին են հիմա հետ գնում, այդպես էլ կգա մի օր, երբ որ կգնանք տեսնեն այս աղջիկի ինչ պատմություն ա կերտել, եւ կային շատ մարդիկ, ովքեր ինձ ասում են դու շատ ես տարված Լիլիթով ու դրա համար էլ եւ այլն, դու չես հասկանում, որ մարդիկ այլ բան են սիրում, դու ոնց որ քո ուշադրությունը ուրիշ տեղ պետքա տաս։ Մի քիչ sense եմ գալիս, որ պատմեմ ոնց հայտնվեցի Շոնի ֆիլմում, բայց քանի որ ես այդ աշխարհի մեջ չէի, ես Նյու Յորքում մի օր քայլում էի, դասից էի դուրս եկել, դերասանական վարպետության դասեր էի վերցրել, դա ընդամենը մի տարիներ առաջ էր, 10 տարի արդեն փաստորեն, 11 տարի առաջ էր, ես սիրում եմ դեռ սովորել, հատկապես իմ մասնագիտության նկատմամբ ուշադիր լինել։ Մի խոսքով դասեր էի վերցրել դերասանկանը, ինչի համար շատ ուրախ եմ, այս տարի մեր դպրոցից մի քանի հոգի էլի էմիներ ստացան, մրցանակներ ստացան, ում հետ որ ես սովորել եմ։ Ես խերով եմ, ով հետս կապվում եմ, մի բան լինում է։ Հիմա դες դպրոցից դուրս է եկել ու Աստծո ուժերի, ով ինչպես հավատում է, ես Աստծո եւ իմ հետ դիալոգի մեջ եմ, որ լավ ի վերջո ինչ ես ուզում Արսեն, այսքան ավելի շատ ոնց որ ինքս ինձ հետ եմ խոսում։ Ասի երազում եմ ամերիկյան independent ֆիլմում մի հատ դեր ունենամ։ Զանգեց ինձ Մկոն Մալխասյան, օպերատորը, ասեց ինձ հետաքրքիր է, հա Սվետաֆորը փոխեց կանաչ, ես անցա, ասեց ինձ հետաքրքիր Արսեն, ես քեզ ուզում եի ծանոթացնել Կարենի հետ Կարագուլյան, բայց ինքն է ինձ զանգել, տեսել ա մեր նկարը Facebook-ում, որը նկարել էր Լուսին Աբդալյան, նկարչուհի Մկոենստոնից տեղադրել էր Facebook-ում, ու զանգեց ու հարցրեց, այդ տեն դերասանա չէ, Ամերիկայում է, Շոն Բեյքերը հիմա մի հատ ֆիլմ է նկարում, որտեղ հայի մի հատ կերպար կա, ու ես ուզում եմ իրան Շոնի հետ ծանոթացնեմ։ Ես ասի շատ հաճելի է, ոնց որ սպասեի այդ զանգին, որովհետև այնքան բաց ու անկեղծ էր, հետո իհարկե հումորով ասում եմ, ինչ կլներ մարվել ուզեի։ Մի անգամից կոֆեի բաժակով, բան տենց հագուստով, ամեն ինչով, բոլոր պարագաներով մտնեի մարդկանց տները, էլի սուպերհերոսի կերպարով, բայց ուզեցի independent ֆիլմ ու տենց մեկնեցի Լոս Անջելես, ֆիլմում նաև նկարվեց Լուիզա Ներսիսյան, սրանք արդեն ես ծանոթացրեցի Շոնի հետ, Ալան Թումանյան, Ալան ինձ ասեց տղա ջան, ինչ հետաքրքիր է, ես փաստորեն այսքան տարի պիտի Ամերիկայում ապրեի, դու Հայաստանից գայիր, որ ես ամերիկյան ֆիլմում նկարվեի, ու դրանք նենց լավ էմոցիաներ էին, ու ես շատ ուրախ եմ Tangerine-ի համար, որից հետո անցան տարիներ, Շոնը արդեն պետք է Tangerine-ի հետ կապված, դա էլ ռիսկային էր համաձայնել։ Շատ, այնտեղ տրանսջենդերների պատմություն է, ես խաղում եմ հոմոֆոբ, այսինքն խաղում եմ տաքսիստներից մեկը, որը մյուս հերոսի հետ կապված խնդիրներ ունի, որովհետև գիտի, որ մյուս հերոսը ինչ-որ ցանկություններ ունի ինչ-որ ցանկություններ, հա։ Ու ես խաղում եմ այդ կերպարը։ Արս դա ռիսկային էր նաև այն առումով, որ գուցե Հայաստանում չհասկանային այդ ֆիլմը։ Պահյանի միջով հետ կոտորվել էին ինձ հասկանալով, մի հատ էլ այդ ֆիլմից կարող էր դա ինտերպրետացնել այնպես, ինչպես որ ցանկանում էր եւ չգիտեմ, Արսեն Գրիգորյանը նկարահանվել է տրանսեքսուալի մասին ֆիլմում։ Այդ վերնագիրը այն ժամանակ, հիմա է որ տևում է ամեն ինչ 24 ժամ։ Այն ժամանակ կարող էր դադարեցնել մարդու կարիերան եւ գործը։ Հիմա էլ չեմ զարմանա, որ այս ֆրազան դա կտևի 12-ից 24 ժամ։ Դա կտևի 12-ից 24 ժամ, միջև գործի ավելի պրոֆեսիոնալները մի հատ բաբախ լուրով հանդես չգան։ Լավ, ես չեմ ուզում քեզ հարցնել Անորայի հետ կապված քո էմոցիաների մասին, որովհետև այդ մասին արդեն հասցրել ես խոսել եւ այլն։ Ոնց չեմ խոսել, ոնց ապրել եմ։ Ես այդ օրը հրավիրված էի, մեր ընկերներից մեկը կազմակերպել էր Օսկարի դիտում ու Վաչեն էլ իր մտերիմ ընկերներ եւ անընդհատ այդ գովազդային հոլովակների ընթացքում միացումներ էր անում ուղիղ այդտեղ, էկրանով դիտում էինք, բոլորս ողջունում եւ այլն։ Պիտի ասեմ, որ ես կոնե հաստատ մտածում եմ այդ պահին միայն քո մասին։ Հա։ Ու հասկանում Մեր ընկերոջը ջերմագին ողջույններ, ես խոսել եմ իր հետ այդ օրը։ Եվ այդ քննարկումները
որևէ կապ չունեն Վաչեի եւ մարդկային եւ մասնագիտական որակների հետ, որովհետեւ ինչ որ նա արել է էկրաններին, դա էլ է շատ լավ եւ բնականաբար իհարկե նա արժանի է այն ամենին ինչ ունի, բայց միևնույն ժամանակ նաեւ սրտի դասպես կսկից կա, իմ մոտ կա գոնը, չգիտեմ մյուսների մոտ ոնց է, քո մոտ ոնց է, որովհետեւ ես հասկանում եմ եւ ինձ համար է, դա իմ ճշմարտությունն է, որը եթե Վաչեն հայտնվել է այդտեղ, դեռ մեծ հարց է նա որևէ այլ բան կարող է անել իր գունապնակով արտիստիզմի եւ արտիստիկ, բայց քո պարագային ինձ համար դա հասկանալի էր, որ հետևելու են տասնյակ կոնտրակտներ, տասնյակ առաջարկներ եւ այլն։ Մի խոսքով դա քո տեղն էր իմ համար։ Քո մոտ ինձ զգացողություններ այդ երեկո։ Դուբայ արև շոկ ու լիքը արցունքներ, որ խոնավությունը ապահովեի ես այդ ես լացում էի մեր երեխու պես, այսինքն ոչ թե լացում էի արտիստիկ լացով, որ ինձ հետ կատարվեց կամ այսինչ կատարվեց ինձ հետ, երեխայի ձեռքից որ մի բան վերցնում ես, այդ րոպեին երեխան ոնց է լացում, ես լացում էի հենց այդպես, այսինքն բան չունեի, կոնտրոլ չկար եւ նույնիսկ խնդիր չունեի այդպիսի եւ չէի էլ կարողանում օրինակի համար ինձ զսպել, որ դա տեղի չունենա։ Այտենց սկիզբը շատ երկար է տենց, հետո արդեն զուսպ, հետո խոսելիս որ մի քիչ sense բանով է գալիս, հետո այսինքն տենց մի քիչ ավելի հուզվում ես, մի քիչ ավելի հետո բավականին ուշ, բայց ցինիզմս միացավ իմ այդ ամբողջ ընթացքին, չնայած չէ ինչ ուշ, հենց երկրորդ օրն էլ տենց բաներ էի անում, հենց առաջին օրը նույնիսկ նենց տեսարաններ եմ խաղացել, որով ներկա եղել, հետո պատմում են, ես ինքս ծիծաղում եմ։ Ինչ էր կատարվում քեզ, ինչ էիր անում։ Դե ինֆորմացիան իմանալուց հետո պատկերացրու Դուբայում հյուրանոցում ես ին որերորդ հարկում ենք, դե ապակիների փաստությունը պատկերացնում ես, չէ։ Ես էլ բնականաբար հասկանում եմ, գիտակցում եմ, որ դրանք շատ ամուր ապակիներ են ու իսկապես ոչ եմ հարվածում դրան։ Բայց այն որ ես երբ որ այդտենց երեխու պես sense լացում եմ, ուսկն չեմ կարողանում ինձ զսպեմ, հասկանում եմ, որ սա երկար է, պետքա իրավիճակը փոխել, որ ամեն դեպքում ընկերներս ված չզգան։ Չվախենան, չանհանգստանան իրոք, որ ասեն, այս տղեն ոնց որ չէ, թույլ է։ Իսկ ես թույլ մարդ չեմ, ես իրականում շատ ուժեղ մարդ եմ։ Սա էլ ինձ ապացուցեց, որ շատ ավելի ուժեղ եմ, քան ես էի նույնիսկ մտածում դրա մասին։ Օրինակ տենց լասելուց մեկը ասեց, վերջ, ու սենց վազելով գնում էի, սենց ճապ պատուհանին ու սենց դանդաղ իջնում էի, այդ պատուհանից սենց։ Չգիտե, ինչ-որ բաժակ վերցնել, բան։ Քեզ համար փակ թեմա է, դա այլևս փորձել։ Ես հիմա շատ լավ եմ, նախ ես աշխատեցի եւ հոգեբանի հետ աշխատեցի եւ ինչ որ մարդկանց հետ աշխատեցի։ Այդ թեմայով կոմ։ Հա, թեմայի շուրջ կապված, հա։ Ես աշխատեցի, որ դեղերին չհասնեմ, ամեն դեպքում։ Բայց կարծում եմ եւ ընտանիքիս անդամները եւ այն մարդիկ, ովքեր իմ կողքին են, նրանք տեսել են իմ ապրումները, իմ լռելը, իսկ ես հիմնականում տենց ժամանակ ավելի շատ գնում եմ իմ մեջ, իմ լռելը ու ինձ երբեմն թվում է, որ նույնիսկ արտահայտվել եմ, այսինքն մարդիկ տեսել են, թե ես ինչ եմ ապրում, բայց կարծում եմ, որ այն ինչ որ իրանց աչքին շատ վատ էր երևում, որ Արսենը շատ վատ վիճակում է, իրանք չեն տեսել իրականում, ես ինչքան վատ էի։ Ես դա ցույց չեմ տվել, որովհետև ես կարծում եմ, որ այս աշխարհը հեշտ չի եւ ոչ մեկի համար։ Մի բան էլ ես իմ ինչ որ ապրումներով գամ։ Զայրույթը իրավիճակին, ի վերջո ես կարծում եմ այդ մարդիկ մեղք չունեն, իրենք բոլորովին ես այդ ընթացքում եւ Շոնի հետ եմ կապի եղել եւ պրոդյուսերների եւ Կարենի կանի մրցանակաբաշխությունից հետո ինքս շնորհավորել եմ Վաչեն ինձ գրեց, որ Արսեն ինքդ էլ գիտես պատմությունը, ես նույնիսկ այսքան ես մի տարի աճ գիտեի ինչ ասեի քեզ, իրականում ես ասացի Վաչե վայելի, սրանք երջանիկ պահեր են, որ ուղղակի վայելի են, keep it up, այսինքն առաջ գնա, վստահ եմ Վաչեն չէր նստել լացում իմ համար, պարզա, որովհետև ինձ հետ էլ է եղել, այսինքն ինձ կանչել են որևէ դերի դերակատարման, ես նկարվել եմ, հետո պարզվում է, օրինակ ասենք, որ այդ դերին կաստինգ է ունեցել ինչ-որ մեկը,
Այս պարագայում մի քիչ այլ էր, որովհետև հենց ինձ վրա էր գրված, այսինքն ոչ թե կաստինգ էինք անցել եւ ընտրվել էր մեկը չէ մյուսը, այլ հենց ինձ վրա էր գրված եւ մենք մի տարի ու ավել Zoom-ով աշխատում էինք արդեն եւ մնացած ռուս դերասանների հետ անգլերենից ռուսերեն թարգմանությունները այդ ամեն ինչը անել եմ։ Իմ զայրույթը մհեր, քանի որ սովորական չի կարող լինել, մի քիչ սկզբում ես ասացի, որ ես այդպես սովորական հասարակ բաները այդքան էլ չեմ սիրում, իմ զայրույթը շատ գլոբալ էր, շատ։ Եվ այդպես չգիտեմ որքանով ճիշտ կլինի, դա զայրույթ չէր, հարց էր։ Հարց էր, երեխու նման հարց էր, այո։ Ու դա ուղղված էր Աստծուն, որ ես քեզնից ուրիշ խոստում ունեմ, որովհետև դա հենց այն էր, ինչի համար որ ես այն փոքր ժամանակվանից ասում էի, եւ այն էր, ինչի մասին ես միշտ երազել եմ, ու այդ ժամանակ ինձ միակ ավելի տենց ցավոտ բանը էր, որ ամեն ինչ փշրվեց ու ինձ թվաց վերջ։ Բայց հիմա ես կարծում եմ, որ բոլորովին վերջը դրա հետ կապված չի։ Որովհետև ավելի լավ պլաններ կան մեր համար Աստծո կողմից։ Շատ ավելի հիանալի պլաններ կան, որոնք այսօր արդեն իրականություն են։ Անկախ նրանից ով գիտի դրա մասին։ Ես ոչինչ չգիտեմ, բայց ես նես տեսնում եմ այդ կադրը։ Հա։ Դեռ կան։ Բայց երևի պետք էր սա անցնել։ Արգինե Դավթյանի էսթետիկ բժշկական հայաստանյան կենտրոնի մասին գիտենք բոլորս եւ մեր ծրագրերի ընթացքում մենք պատմում ենք բարբերաբար եւ այսօր կրկին հանդիպելու ենք հայտնի բժշկուհուն եւ միասին խոսելու ենք մազերի փոխպատվաստման մասին։ Ողջույն Արգինե, շնորհակալ եմ որ ժամանակ եք գտել Միացյալ Նահանգներում եք այսօրերին, օգտվում ենք միշտ այդ առիթից տեղեկանալու։ Ինչպես է տեղի ունենում ձեր կլինիկայում մազերի փոխպատվաստումը։ Մազերի փոխպատվաստման ամենավերջին ժամանակակից մեթոդը դա նանո FUE-ն է, ինչ է իրենից ներկայացնում նանո FUE, այսինքն ամենանուրբ գրաֆտը եւ ամենախիտ տեղադրման եղանակը follicular unity, այսինքն ամեն մի մազի գրաֆտը, որը իրենից ներկայացնում է մազարմատների պարկուճը, այո, մեկ գրաֆտի մեջ կարող է լինել 1-ից մինչև 6-7 մազ իր մազարմատով։ Ամեն մի գրաֆտը վերցվում է շատ փոքրիկ փանչերով, շատ նեղ եւ կարճ փանչերով, ինչի եմ ասում, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Հիմա շուտով կբացեմ փակագծերը։ Եվ տեղադրվում են իրենք շատ, քանի որ շատ նեղ են, իրենք կարող են տեղադրվել շատ մոտ։ Այսինքն մենք ստանում ենք մազերի խտություն, բացառիկ խտություն, եւ երկրորդ ամենակարևոր բանը, որ կա նանո FUE մեթոդի մեջ, որ այն դոնոր զոնան, որտեղից վերցվում են մազարմատները, իրանք հետագայում վերականգնում են։ Եթե հիմա այսօր մանավանդ Երևանում ման գանք, կտեսնենք շատ տղամարդկանց եւ գծով եւ փունջ ճաղատություն կտեսնենք, այսինքն դա վերցվել են այն երկար փանչերով եւ հաստ փանչերով, որտեղից ամբողջովին գրաֆտը հեռացվել է, ոչ մի բջիջ չի մնացել եւ մազարմատ չի կարող վերականգնել։ Եվ արդյունքում մի բաց լրացնելու փոխարեն առաջացել է մեկ այլ խնդիր։ Ես գիտեմ, որ ձեզնից շատերը մտածում են, որ տարվա ընթացքում Հայաստան են պլանավորում գնալ եւ ձմռանը եւ ամռանը, սա շատ խելամիտ տարբերակ է։ Միաժամանակ գնալ Հայաստան եւ միաժամանակ նաեւ մազերի փոխպատվաստում կատարել պրոֆեսիոնալ եւ էսթետիկ գեղեցկության լավագույն հայաստանյան կլինիկայում պիտի ասեմ եւ նաեւ ուզում եմ նշել, որ շատ հաճախ հայերը բժշկական туриզմի են դիմում եւ թռնում են Ստամբուլ, Թուրքիա, որովհետեւ ցավոք, բայց դա փաստ է, այնտեղ լավագույն մասնագետներն են։ Արգինե Դավթյանի բժշկական կլինիկան լուծել է այդ հարցը, դուք պետք չի որ մեկնեք Ստամբուլ, այլ Թուրքիայի բժիշկներն են պրոֆեսիոնալ գալիս եւ այնտեղ կատարում են փոխպատվաստումը։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով կամ պարզապես իհարկե այցելեք կլինիկա։ Այս պահին մենք գտնվում ենք Գլենդելում գտնվող Aridipo թանկարժեք զարդերի բարձրաճաշակ խանութ սրահում։ Այն իսկապես առանձնանում է իր նրբաճաշակ մոտեցմամբ, դիզայնի ֆանտաստիկ ընկալմամբ եւ միաժամանակ իհարկե որակյալ ոսկյա եւ ոչ միայն ոսկյա զարդերի հարցում։ Գլխավոր դիզայներները Արման եւ Եվա Պողոսյանները կարողացել են երկար տարիների մասնագիտական փորձառության արդյունքում ստանալ դիզայներական ֆանտաստիկ լուծումներ, որոնք վստահ եղեք չեք գտնի եւ ոչ մի այլ բրենդում։
Այստեղ կան ինչպես տրադիցիոն դասական աշխատանքներ, որոնք գնահատում են բոլորը եւ երբեմն փոխանցում նաեւ սերնդեսերունդ, կգտնեք նաեւ նոր, մոդեռն եւ կարելի է ասել նորարարական լուծումներով գեղեցիկ աշխատանքներ, որոնք բնականաբար իհարկե ուշադրության կենտրոնում կպահեն ձեզ մշտապես։ Տղամարդկանց համար բրենդը եւս ունի առանձին հավաքածու, այն կարող եք ձեռք բերել։ Ինձ համար ամենահետաքրքիրը այստեղ նաեւ նվերներ ձեռք բերելն է, որովհետեւ ես կարողանում եմ գտնել եւ իմ ընտանիքի անդամներին համապատասխան որևէ բան, եւ ընկերներիս, եւ ամենատարբեր առիթների պարագային, օրինակ երեխայի ծնունդի, կնունքի եւ այլն, կան ամենահետաքրքիր լուծումներով եւ որ ամենակարևորն է, պիտի զարմացնեմ հիմա ձեզ, շատ մատչելի գներով հետաքրքիր ոսկյա զարդեր։ Ինչպես գիտեք, ոսկին թանկանում է ժամանակի ընթացքում եւ այժմ հենց այդ միտումն էլ կա եւ բոլոր բրենդերը, ովքեր արտադրում են եւ վաճառում են ոսկեղեն, դրանք եւս բարձրացնում են իրենց գները։ Սակայն այս բրենդը մշտապես մնում է հավատարիմ իր սկզբունքներին եւ կարողանում է այնպես անել, որ բոլորը կարողանան գնահատել եւ ձեռք բերել իրենց աշխատանքները։ Ես ունեմ իմ սիրած գործերը այստեղ, առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին։ Արչևում Thanksgiving-ի տոներն են, իսկ մենք գտնվում ենք մեր գեղեցիկ գործընկերոջ Gravel խանութ սրահում։ Այն գտնվում է Brent պողոտայի վրա եւ լավագույն ու գեղեցիկ ծաղկե խանութներից է Glendale-ում։ Պետք է նշենք, որ Gravel-ը առանձնանում է յուրահատուկ ճաշակով, իր ծաղիկների թարմությամբ եւ մեկ կարևոր հանգամանքով եւս։ Միայն ու միայն Gravel-ում կարող եք գտնել ծաղկե փնջեր, որոնք կարող են մնալ ավելի քան 1 տարի, որը ծաղիկների ոլորտում համարվում է իսկական սենսացիա։ Իսկ այս պահին տեսնում եք գեղեցիկ դեկորացիաներ համապատասխան աշնանային գույներով, որոնք բնորոշ են Միացյալ Նահանգներում, հատկապես Thanksgiving-ի տոնին։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր բիզնեսը կամ ձեր տունը եւ ձեր շրջապատը այսքան գեղեցիկ լինի այս տոնի կապակցությամբ, ապա Gravel-ի աշխատակիցները հաստատ կգտնեն գեղեցիկ լուծումներ։ Այս մասում ծաղկե փնջերն են, որոնք արդեն պատրաստ են եւ դուք կարող եք ձեռք բերել, դրանք թարմ ծաղիկներից են եւ գեղեցիկ ու զուսպ դիզայնով։ Եվ իհարկե կուզեի ձեզ առանձնահատուկ պատմել նաեւ այստեղ ծաղկե փնջերի փաթեթավորման մասին, որոնք եւս յուրահատուկ են եւ առանձնանում են իրենց տեսակներով։ Այնպես որ այցելելով Gravel հաստատ կգտնեք ձեր սիրելի կամ ձեզ համար լավագույն տարբերակը։ Մենք այդպես ենք անում։ Արսեն, ես այսօր քեզ տեսնում շատ հավասարակշռված, քո տեղում, գնահատված ոլորտում։ Եթե փորձենք այս զրույցում անկեղծ լինել, նաև ես փորձեմ անկեղծ լինել ու չվախենամ բարձրաձայնել իմ մտքերը, տես ես ասացի, որ իմ փոքր ժամանակվանից դու կաս եւ միշտ գնահատված ես եղել եւ միշտ տարբերվող ես եղել եւ այլն, բայց միևնույնն է ես չէի լսում մարդկանց, որ ասեն, վայ գժվում եմ այս տղու համար։ Հա, բոլորը գիտեին, որ դու կաս, բոլորը գնահատում էին քո պրոֆեսիոնալիզմը, բայց ինչ որ բան այնուամենայնիվ մարդկանց ու քո միջև կանգնած էր, անտեսանելի մի բան։ Ու հիմա մենք եկել ենք այնպիսի մի փուլում, երբ ես հաճախ եմ լսում, որ ասում են, այս տղուն շատ ենք սիրում, գժվում ենք իր համար, մեր Արսենը եւ այլն։ Հավանաբար դու այդ պատնեշը անցել ես եւ ինքդ ես կարողացել կրկին պրոֆեսիոնալիզմով բերել դրան։ Դա ինձ թվում է ժամանակի հարց չի, այլ ավելի գիտակցական հարց է։ Եվ այդ ժամանակ, երբ դա տեղի է ունենում, փոխվում է շատ բաներ նաև ոչ թե դրանից հետո, այլ դրա պատճառով է դա տեղի ունեցած լինում, երբ մեր մեջ է փոխված լինում։ Երբ մենք քանդվում ենք, փլվում ենք, մոխրանում ենք, նորից վեր ենք առնում, արդեն կորցնելու բան չենք ունենում, լինում ենք այնպեսին, ինչպեսին որ կանք առանց մտածելու, կսիրեն թե չեն սիրեն, հենց այդ ժամանակ սիրում են։ Շատ հաճախ էմոցիոնալ մարդիկ այդ, չգիտեմ, արդեն չեմ էլ հարցնում եղել է թե չէ, որովհետև գլխով այդպես համաձայնության նշաններ է տալիս։ Այդ ընթացքում էմոցիոնալ մարդիկ հատկապես կարող են օրինակ, չգիտեմ, տրվել ալկոհոլին, պատագույն դեպքում թմրանյութեր եւ այլն, այսինքն դա քո ինքնա գիտակցման մի մասն է դառնում այդ բանը, այդպես փլվել եւ այլն։ Ալկոհոլը եւ թմրանյութերը խափանում են մարդու առողջությունը եւ կյանքը, դրանք չարիք են, դա ասենք եւ այս թեման շարունակենք։ Ես քեզ հաճախ բայց դրոպային դու տենց չես մտածում։ Հա, դա այնուամենայնիվ իհարկե դեռահասների ու թինեյջերների համար ովքեր դիտում են։ Ես քեզ հաճախ էի տեսնում հանրային տարբեր վայրերում գինով ցած, լավ տրամադրությամբ, որևէ մեկին դա չէր խանգարում եւ նորմալ է, մենք այդպես տեսնում ենք, բայց ես հասկանում էի, որ ինչ որ բան այնուամենայնիվ մի բան այն չէ։ Հիմա քեզ տեսնում եմ լիարժեք առողջ, սթափ, երջանիկ,
հավասարակշռված, ներդաշնակ, անընդհատ գործի մեջ, ժամանակ չես ունենում որևէ բանի։ Ինչ էր այդ շրջանում կատարում։ Ճիշտ էի նկատում, որ դու անընդհատ խմում էիր։ Այո, բավականին։ Դա երևի հենց այդ իմ անհամաձայնության որոշակի դրսևորումներից էր, որ այդ ժամանակին այդ խմելը բերեց նրան մի քիչ մատերի արանքով եւ այլն ուղղակի այսպես, այսինքն մասնագիտության նկատմամբ թրթիռ չունենալը ինձ որևէ ընկերական երեկույթի զանգը կարողա շատ ավելի ոգևորել, քան գործնական առաջարկը։ Իսկ ես միշտ եղել եմ ընկերասեր, ես միշտ ունեցել եմ ընկերներ իմ կողքին եւ քանակապես շատ եւ նաեւ որակապես, բայց ինձ համար օրինակ ի սկզբանե միշտ եղել է, որ իմ գործը հետո մնացած ամեն ինչը։ Այսինքն ես գործս կանեի, նոր կգնայի կծխկվեի, կոպիտ ասած ծբխվեի կամ եւ այլն, նոր կգնայի փարթին կանեի։ Հետո եկավ մի շրջան, որ ինձ սկսեց այդ փարթի երեկույթը խմելու այդ իրադարձությունները իր ողջ աքսեսուարներով ավելի սենց ուղակի ուրախացնել, քան ինչ-որ գործնական առաջարկները, որը ես հիմա դիմում եմ իմ գործընկերներին ու այն մարդկանց, երիտասարդներին, ովքեր որ այս ուղիով անցնելու են, ինչ էլ ուզում եք անեք, ամեն մեկը ձեր գործն է, ամեն մեկը իր հաճույքի կերպը ունի, բայց միշտ առաջնայինը գործը դրեք, հետո մնացած այդ հաճույքները ամեն ինչ իրենք իրենց տեղը կունենան։ Հենց մի քիչ փոխում ես, ինչպես դուրս գաս այդտեղից։ Ես դուրս եկա գիտակցաբար, բայց մի բան եմ ուզում ասեմ այդ գինովցած լինելու հետ կապված։ Ես վստահ եմ, որ ինձ նույնիսկ շատ քննարկել են։ Ինձ հետ քննարկել են, այսինքն ոչ թե ինձ հետ, այլ ինձ քննարկել են մարդիկ, ում որ ես հյուրասիրել եմ ողջ երեկո, փարթին կազմակերպել եմ, իրանց օրը տոն եմ դարձրել, հաջորդ օր իմացել եմ ինձ քննարկում են։ Ես որևէ քննարկման մասին, այդ ինչ վիճակում էր, չէ, հիմա ուղղակի առիթ է, եթե թույլ կտաք, ես ուզում եմ մի բան ասել։ Ես դրա համար ուզում եմ հիմա ուղղակի քանի որ առիթը կա, ուզում եմ մի բան ասել։ Նախ նրանց, ովքեր սիրում են այդ այնց լավ տժալ ու կարողանում են դա անել իմ նման, բրավո ձեզ, դա ոչ մեկի գործը չի, թե ով ինչ կերպա լիցքաթափվում։ Իսկ քննարկողներին էլ ինչ ասեմ, գնացեք շարունակեք ձեր միջոցները դեղերը խմեք, հանգստացեք մեր կյանքից հեռու ու լավ հեռու իրականում։ Ինչպես դուրս գալ։ Ես դուրս եկա նորից սիրով ու նորից սիրարվելով իմ գործին։ Հիմա ինչ-որ մեկը կարող է այլ շարժառիթ ունենա, բայց համենայն դեպս որևէ մի բան, որը այդ պահին թեկուզ տեխնիկապես fake it until you make it ամերիկյան խոսքով, այսինքն կեղծիր միջև կիրականանա, թեկուզ տեխնիկական աշխատանքով ավելի ուռճացնել, ավելի կարևոր է դարձնել, մինչև այն իսկապես հետո հենց այդպես կշարունակվի։ Կարող եմ ասել, որ այդպես դուրս եկա։ Իհարկե, այստեղ իմ կան մնացած իմ օգնող հանգամանքները, դա իմ աղոթքն է, դա յոգան է, որով որ ես զբաղվում եմ, ես սկսեցի լողի գնալ, ես մեդիտացիայով եմ, այսինքն դասեր վերցրեցի, սովորեցի Ziva meditation տեխնիկային, սկսեցի մեդիտացիայով զբաղվել, տարբեր բաներ։ Ու նենց չի, որ հիմա չեմ խմում։ Հարցը փոխվել է առաջնահերթությունը, ինչին եմ տալիս, որովհետև լավ շամպայնից ոնց կարելի է հրաժարվել, ասենք։ Ուզում եմ խոսենք նաև երաժշտական քո գործունեությունից, այն ժամանակ իմ ամենասիրած տեսահոլովակներն էին նաև քո տեսահոլովակները եւ դրանցից մեկը հատկապես, եթե առանձնացնենք ինձ համար 5 լավագույն հայկական շոու բիզնեսի տեսահոլովակները, հաստատ այնտեղ կլինի նաև 5 րոպեն, Ժորժ Մելոյանի նկարահանած։ Չէ, 5 րոպեն ես եմ արել Միհրանի հետ Ստեփանյան, օպերատոր։ Հաստատ ինձ համար առանձնացրած կլինի նաև 5 րոպե տեսահոլովակը, Լիլին Էլբակյան գլխավոր դերում, դա այդ ժամանակվա համար տեմպո ռիթմի, դինամիկայի, նկարահանման տեսանկյունից, սյուժեի տեսանկյունից եւս նորություն էր, որը հիմա
իդեպ շատ հետաքրքիր ու գեղեցիկ է նայվում։ Երկրորդ շնչառությունը առնում նաև քո տես երգը, հիմա DJ-ներն են միքսում, տարբեր տեղերում հնչում է, Z Generation-ը եւս սիրել է TikTok-ում, եւս կարելի է հաճախ հանդիպել եւ այլն։ Այդ ժամանակ ինչպես էիր կարողանում գտնել նաև այդ գաղափարները, իրականացնել այդ գաղափարները եւ այլն։ Նա այդ ժամանակ երբ որ ես սկսեցի երգել, նախ հետաքրքիր է իմ ամենամեծ շարժառիթը երգելու ինչը եղավ, որ ես վարում էի Ռուբիկոնը ու մեր արտիստները գալիս էին եւ շատ ծանր էին խոսում, ներկայացնելով այդ դժվար եւ ծանր աշխատանքը, որը իրականում այդպես էլ կա։ Այսինքն դու էլ ասպարեզի մարդ ես, բոլորս էլ գիտենք, որ դա ծանր դժվար է, հիմա շատ ավելի թանկ, քան այն ժամանակ էր, որ կարելի էր անել, բայց ամեն դեպքում միշտ էլ շոու բիզնեսը թանկ է եղել, որպես հաճույք, այսինքն երգ ստեղծելը ինքնին արդեն թանկ գործընթաց է։ Բայց մտածում եմ լավ ինչ են այսքան ծանրացնում։ Արի մի երկու հատ թեթև բան անեմ, որ տիպը հանգստացեք էլի։ Հանգստացեք։ Այս չի երկու կլիպը չի արած։ Ու տենց սկսվեց իմ առաջին տեսը նկարվեց։ Հետո 5 րոպեն գաղափարները այն ժամանակ հիմնականում, այսինքն ինձ մոտ էին առաջանում, դա առաջանում էին Մարիամի հետ Շահինյան, որ երկի խոսքերն էր գրում, հիմնականում Արմիշի հետ, Արմինեն Շահինյան, Մարիամի քույրը մեր ռադիոբուրգի, ռադիոհայի DJ-ներից, այսինքն հիմնականում իդեոլոգիայով կարող է Արմինեի հետ էինք ավելի կիսվում, հետո մնացած արդեն երկի բառեր բան ովքեր որ գրում էին իմ երգերը նենց ստացեց որ ես սկսեցի երգել գրեցին լավագույնները այսինքն Անդրե Սիրուշո Վահրամ պրոդյուսինգ արեց այդ այբուբենը այո Սիրուշո Վահրամ Պետրոսյան ուսունց ասպարեզի լավագույններն էին Մարիամ Շահինյան երկի խոսքերը որ գրում էր ում հետ աշխատել եմ իրանք եղել են թոփերը ու երբ որ դու նմանատիպ մարդկանց հետ ես աշխատում չես կարող որակ չստեղծել ու այն ժամանակ էլ այն ինչ որ ես էի նկարում էլի ռիսկային էր, որովհետև տեսահոլովակային համենայն դեպս պատկերի մեջ ընդհանուր շոու բիզնեսյան չկար այդ շանսը ու հնարավորությունը, որ կարող են այս երգերը կամ նմանատիպ տեսահոլովակները ինչ որ մի կերպ ուշադրության արժանանալ։ Իսկ հիմա միջև մա բարձվում է սիրում են, բայց միշտ իմ այդ որ ասում ես, հիմա որ մարդիկ ասում են, վայ գժվում ենք Արսենի համար սիրում ենք, իդեպ շատ շնորհակալություն, որովհետև հիմա իսկապես կա այդ էներգետիկան, ես երբեք չեմ ունեցել այս մասշտաբի համընդհանուր չի եղել։ Ես միշտ ունեցել եմ մարդիկ, ովքեր ինձ շատ սիրել են, շատ գնահատել են իմ գործունեությունը եւ անպայման միշտ շեշտել են, որ դա յուրահատուկ է, որ գիտես, ոնց որ տենց այլընտրանքը։ Հա, այլընտրանքային իմաստով են սիրել։ Հիմա մի քիչ ավելի համընդհանրություն կա, ինչը ինչ խոսք շատ հաճելի է, բայց ես այն ժամանակ էլ չեմ վախեցել այլընտրանքային լինելու համար։ Որ ոչ թե դու ես փոխվել եւ դարձել այնպեսին, որպեսզի քեզ սիրեն, այլ մարդիկ են սկսել գնահատել քո տեսակը եւ ինչ որ բան ներսում է փոխվել նաեւ այդ մասին էլ խոսեցինք։ Ողջույն, մենք իմ ամենասիրելի տուն Լահմաջոյի Միացյալ Նահանգների մասնաճյուղում ենք։ Ինչպես գիտեք, ես հաճախ եմ լինում Երևանում եւ Երևանյան տուն Լահմաջոն եւս հաճախ այցելում եմ։ Սակայն երբ ուզում եմ այցելել Երևան, բայց միաժամանակ չլքել Միացյալ Նահանգները, գալիս եմ տուն Լահմաջո։ Այստեղ Երևանյան մթնոլորտ է, մտովի եւ ատմոսֆերայի, երևի շրջապատի շնորհիվ մենք տեղափոխվում ենք Երևան եւ պիտի ասեմ, որ լավագույն հայկական խոհանոցը Լոս Անջելեսում հենց տուն Լահմաջոյում է։ Դա չեմ ասում միայն ես, դա ասում են բազմահազար մարդիկ, ովքեր անընդհատ այցելում են այստեղ, ստանում են լավ, բնականաբար իհարկե ուտեստներ եւ միաժամանակ անթերի, գեղեցիկ եւ մակարդակով բարձր սպասարկում։ Պիտի ասեմ, որ այսօր Կիրակի է եւ ես սովորաբար շաբաթ եւ Կիրակի առավոտյան եմ նաեւ սիրում գալ տուն Լահմաջո։ Այստեղ փորձում եմ նաեւ ձվածեղների ամենատարբեր տեսականին, օրինակ այսօր ունենք եւ ասպարագուսով, լոլիկով, բաստուրմայով եւ նաև գարոխով ձվածեղ, որը եւս ես շատ սիրում եմ եւ շատ համով պատրաստում եմ։ Իզնից էլ ավելի համով են պատրաստում այստեղ։
Եթե դուք ունեք ընկերական հավաքույթների կարիք եւ միջավայրի կարիք, ապա այստեղ կարող եք անցկացնել եւ ընկերներով, եւ աշխատակազմով, եւ ընտանիքով։ Մի խոսքով, իսկական ընտանեկան միջավայր, իսկական բարի, անթերի մթնոլորտ հենց տուն Լահմաջոյում։ Ինձ այստեղ հաճախ եք տեսնում, գիտեմ, եւ մենք հաճախ ողջագուրվում ենք, խոսում ենք մեկս մյուսի հետ, եւ ինձ միշտ շնորհակալություն եք հայտնում, որ ես ձեզ պատմում եմ հենց տուն Լահմաջոյի մասին։ Ես էլ միշտ դա անում եմ առանց երկար բարակ մտածելու, որովհետեւ գիտեմ, որ այստեղ ամեն ինչ իդեալական է լինելու եւ դուք միշտ ինձ շնորհակալություն եք հայտնելու։ Aroma International Marketplace-ը իմ ամենասիրած հայկական սուպերմարկետն է Լոս Անջելեսում։ Aroma-ում դուք կգտնեք միջազգային եւ հայկական արտադրության լավագույն ապրանքները, սննդային տեսակները, որոնք դժվար է գտնել մի ընդհանուր հարկի տակ։ Այստեղ Aroma International Marketplace-ում կգտնեք լավագույն համերը, որոնք ձեզ կհիշեցնեն նաեւ ձեր հայրենիքը։ Այստեղ կգտնեք նաեւ ամենաթարմ բանջարեղենն ու մրգերը։ Aroma-ում գործում է նաեւ առանձին մսի բաժին, որտեղ ձեր նախընտրած հենց միսը տեղում ամենաթարմ վիճակում կմատուցվի ձեզ։ Aroma International Marketplace-ում նաեւ կան ապրանքներ, որոնք արտադրվում են հատուկ Aroma-ի համար։ Aroma լոգոտիպով կգտնեք հենց այստեղ։ Առավել մանրամասն Aroma-ի մասին կծանոթանանք հենց հիմա։ Aroma-ում բանջարեղենի եւ մրգերի տեսականին թարմեցվում է ամեն օր, անկախ իհարկե եղանակից եւ մնացած այլ հանգամանքներից։ Այստեղ կգտնեք ամենաթարմը եւ լավագույնը, ինչ կա շուկայում, մեկ հարկի տակ։ Aroma International Marketplace-ում ես օրինակ ամեն անգամ գտնում եմ իմ ամենասիրելի մեղրը, որը հենց այստեղ կարելի է գտնել միայն անարատ մեղր։ Առհասարակ Aroma-ում կարելի է գտնել նաև պահածոների մեծ տեսականի, որոնք վստահ եմ ձեզ կհիշեցնեն նաև ինչու ոչ ձեր տատիկի փակած պահածոները։ Ինչպես արդեն ասացի, Aroma-ում գործում է մսի առանձին բաժինը, որը ձեզ հնարավորություն կտա շատ թարմ ստանալ լավագույն մսի տեսականին։ Պետք է նշել, որ մենք հայերս մսից լավ ենք հասկանում, այնպես որ մեզ հայերից խաբել մսի առումով չեն կարող որևէ մեկը։ Այստեղ գալով վստահեք ինձ լավագույն մսի հնարավոր տեսականին է, որ առհասարակ առկա է Լոս Անջելեսում։ Այս բաժնում տեսնում եք Aroma-ի արդեն աղցանները եւ պատրաստի ուտեստները, այդ թվում նաեւ ապուրները, որոնք ձեզ հնարավորություն կտան, եթե չեք պատրաստում, վայելել տնական համեղ ուտելիք։ Իսկ հա քաղցրի սիրահարները Aroma Bakery-ում կգտնեն իրենց սիրելի թխվածքները, հացաբուրգեղենը եւ առհասարակ հացը։ Aroma-ն ձեզ հետ է յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր շաբաթ։ Այստեղից կատարեք ձեր ընտանեկան գնումները եւ կհամոզվեք, որ լավագույնը մի հարկի տակ է։ Ես գտնվում եմ այս հոյակապ թատրոնում, եկել ենք, այցելել ենք Quantum of the Seas նավ, որը կանգնած է Long Beach-ում, որը նավարկում է այստեղից դեպի Cabo San Lucas եւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս թատրոնում պետք է տեղի ունենա համերգ Mr. X-ի, Հայաստանի ժամանած շատ սիրված արտիստների Սևա Կամրոյանի եւ Արփի մասնակցությամբ, ինչպես նաեւ մեզ միանալու են այստեղ գործող հայտնի Անի համազգայինի Պարախումբը եւ նավարկությունը կազմակերպում է MS Travel-ը։ Եկանք որպեսզի ձեզ ցույց տանք նավը, մասնավորապես թատրոնը եւ իհարկե թատրոնում հանդիպեցինք Արտուրին, ով եկել է այստեղ sound check անում։ Ես արդեն փորձել եմ անում։ Ոնց է հնչողությունը։ Շատ լավ, ես հիացած եմ նախ այս սրահի շքեղությամբ, հետո ընդհանրապես նավը ինքնին գեղեցիկ է, մեջը մի քիչ արդեն քայլեցինք, տեսանք, ես բազմաթիվ նավերի վրա եմ եղել, այս մեկը մի քիչ տարբերվում է մնացածից եւ իր մեծությամբ եւ յուրօրինակությամբ։ Ավելի մեծ է։ Ավելի մեծ, հետո Royal Caribbean ընկերությունը կարծեմ մի քիչ ավելի տարբեր է մնացածից, այո, եւ վստահ եմ, որ ովքեր էլ գան մեր հանդիսատեսը, բացի նրանից, որ պիտի նավի վրա համեր գնային, նաև շատ լավ ժամանակ կանցկացնեն այդ մի քանի օր արձակուրդը։ Այո։ Եվ ես լավ նվեր է, ես կարծում եմ լավագույն նվերն է փետրվարի 13-ին Վալենտայնի օրվա առիթով անցկացնել 5 անմոռանալի օր այս հրաշք նավի մեջ, անսահմանափակ ուտելիք, all inclusive, այո, խմիչք, դե էլ ինչա պետք, շոու, կազինո, խանութներ, մի խոսքով, եւ իհարկե մեկ օր հնարավորություն ման գալ զբոսնել Cabo San Lucas քաղաքում։ Տեսնում եք ինֆորմացիան, տեսնում եք հեռախոսահամարը, նորից եմ կրկնում MS Travel-ն է կազմակերպում այս նավային ճամփորդությունը, այս ընկերությունը արդեն վաղուց մասնագիտացված է ամենատարբեր խմբակային տուրեր կազմակերպելու բնագավառում, դա իրենց մոտ հոյակապ է ստացվում, զանգահարեք, ամրագրեք ձեր տեղերը, որովհետև տեղերը շատ քիչ են մնացել։
Արդեն այս մասը ծախված է, մնացել է մի քիչ։ Այո, շատ քիչ, այսքան մաս է մնացել, շտապեք, որպեսզի միանաք մեզ։ Կամիլը ինչպես ստեղծվեց։ Կամիլը ստեղծեց 32 ատամում, շատ լավ, ճոխ, Armenia TV-ի փորձազանյակներից մեկում, երբ որ պետք էր պատրաստվել ծրագրին, ու տենց, այսքան ովքեր այդ կոմեդի ոլորտից են, գիտեն, որ դրանք շատ լուրջ դեմքով մարդիկ են, որոնք մտածում են հումորների մասին ու հումորներ գրում են շատ լուրջ դեմքերով հիմնականում։ Տենց տղերքը ինչ անեն, առաջիկա նկարահանումներն է, ու այդ ժամանակ շատ ակտիվ քննարկվում էին Miss Հայաստանի մասնակիցները, Թաքեմ, այդ աղջիկը, որ գնացել էր մասնակցելու, քանի կիլո է, ինչ որ ես իմ քանի սանտի սենց ինչ որ տարբերություններ, ես ասում եմ դա շատ ակտիվ է քննարկվում, եկեք արենք ու բացեցինք, կոմպետրեցինք, բոլորը խաղացին կանացի կերպարներ, ես հենց տեսա այդ դեմքը, ասա ենքը այս անցախ, ասա իր անունը աղավնի էր, բայց ես ասա ու տեղ կարեն է, որ հարցնում է, ասում անունը տենչ ասենց աղավնի, Կամիլ էլի, բայց ոնց է Կամիլը եկել, այդ ամենածիծաղալուն է։ Ինչպես։ Այսինքն երբ որ ասացի աղավնի, հիշեցի փոքր ժամանակ Դավ օճառի գովազդը։ Դավ օճառի հետ հիմնականում միշտ գովազդվում էր կամ 10 րոպե առաջ կամ 10 րոպե հետո Կամեի շիկ գովազդը։ Ու երբ որ ես ասում եմ աղավնի, իմ մոտ գացա Դավ, ու մի քիչ հետո մի անգամ զվարքանում էր գացա Կամիլ, էլի, դի Կամեի ասա երեք, ու տենց մնում է Կամիլ։ Ու այդ վարքյանից արդեն հասկանալի էր, որ այս աղջիկը ուրիշ ձև է մտածում։ Կամիլը այդ կերպարը։ Այդ կերպարն էլ իր առանձին կյանքով էր ապրում։ Հա, լրիվ։ Ու սիրվելով, ու ինքը ինձ նաև ուրախացնում էր։ Միջև հիմա է, լավա որ գոնե ես եմ արել, որովհետև մեկ-մեկ հիմա իրավիճակներ բան լինում են, որ այդ ձենով եմ մեկ էլ հասկանում, որ մտածում։ Ինչու փակեցիր մի կողմ դրեցիր այդ կերպարը։ Դեպի Եվրատեսիլին, երբ որ մասնակցեցի 18 թվականի, և վայրահունչ social media-ն, ինչ լավ այն ժամանակ չէի կարդում, որտեղ շատ զբաղված էի, բայց դե հետո տեսա, չէ, ով ինչ էր գրել բան։ Ու նենց անսպասելի մարդիկ էին, նենց բաներ գրել։ Օրինակ մարդիկ, որոնք պարզվում է ուզում էին լողանային, Կամիլին էին օգտագործում որպես քող, որոնք բացահայտ գուցե ինչ-որ ըստ իրանց խնդիրներ ունեն, չեմ կարծում, որ խնդիրներ ունեն, բայց շատ մարդիկ կոծկվելով իրենց սեռական ոչ ստանդարտ ուղղություններից փախնելով Կամիլ էին քննադատում, մարդիկ, որոնք Կամիլի հումորներով էին ինձ հետ մի խոսքով, շատ մարդիկ, որոնցից մի քանիսը գոնե այդքան անկեղծ եւ ուղիղ գտնվեցին, որ ներողություն խնդրեցին, իսկ մնացածի բախտն էլ բերեց, որովհետեւ ես հիշաչար չեմ։ Պարզապես որ տենց մտածեի, թե հիշաչար չես, բայց ունես լավ հիշողություն։ Հա, չէ, բայց նույնիսկ մոռանում եմ, գիտես, որովհետև մի անգամ ես նույնիսկ վերջերս նա երբ ա եղել 18 թվականին։ Մեկը եկավ ասեց ես ներողություն եմ խնդրում, բան, բայց սկրինշոթով բան այդ ամեն ինչն է իհարկե։ Ես ներողություն եմ խնդրում, ասում ինչի համար։ Ես մոռա, ես ինձ սխալ եմ պահել Կամիլի ժամանակ, այ բալամ ջան, ասի տնաշեն։ Կամիլի վատարին չէր։ Ասեմ հավելին Կամիլի չէր, դուք ես սխալ էին պահում, դա չէ։ Արս, դու այսքան էներգիա ես տալիս բոլորին, քո գործունեության բոլոր ասպեկտներով։ Հա, դրանից հետո կներես, մի քիչ sense պաուզա գնաց, այս վերջին անգամ նորից փորձեցի իրան հետ բերեմ, որ տանեմ Եվրատեսիլ, որովհետև կարծում եմ Հայաստանը իրոք շանս ունի այդ մրցույթում հաջողելու կյանք ու այդ կերպարը Կամիլը, հիմա արդեն կարա այդ կերպարն էլ չլինի, ես լրիվ այդ անձնավորությունն եմ, որ կարա այդ ամեն ինչը անի, բերի այդ մրցույթը Հայաստան, եթե ուզում են, եթե չէ, դու այսքան էներգիա ես տալիս կարող են տանեն հերթով բոլորին եւ բոլորին, դա չի լսում հարցս։ Ասա։ Դու այսքան էներգիա ես տալիս բոլորին, ինչն է ի վերջո քեզ ապրեցնում, ինչն է քեզ էներգիա տալիս։ Երբ ես դու լիցքավորվում, ումից, ումով, ինչով։
չգիտեմ ինչ հերթականությամբ ասեմ։ Հիմա աշխատանքով հստակ ստեղծագործական, որովհետև դա այնտեղն է, որտեղ ես ունեմ լիարժեքության զգացում եւ անգամ չստացվելու պարագայում, որովհետև բոլոր երգերը չեն լինում, որ լավն են, բոլոր դերակատարումները չեն, որ հաջողված են, անգամ չստացվելու պարագայում ես այնտեղ ավելի հանգիստ եմ ու ավելի ազատ եմ։ Դա բացառապես իմ ստեղծագործական ընթացքն է ու ես շատ ուրախ եմ։ Ես 100 անգամ էլ ծնվեի, 100 անգամ էլ կընտրեի այս մասնագիտությունը, դերասանի մասնագիտությունը, ինչը ինձ ամենաշատն է ոգևորում, ուրախացնում ու ապրեցնում։ Հիմա էլ մի քիչ ավելի ընդգծված նաև երգիչ է։ Իսկ ում հետ ում մոտ ես գտնում հոգու հանգստություն։ Ընկերներիս ու բացառապես ծիծաղի ժամանակ, որ հահա հիհի ենք անում։ Նոստոպ որ կարելի է ծիծաղել այդ ժամանակ։ Դրակում եմ։ Իմ մոտ եթե ինչ-որ մի հատ օր անցնում է, ես չեմ ծիծաղել այդ օրվա ընթացքում, ոնց որ կորուստ տված օր լինի։ Արդ դու սիրված երեխա ես եղել, ջերմության մեջ ես մեծացել։ Թե զուսպ էմոցիաների։ Չէ, սիրված։ 4-րդը հետո մի քիչ փոքր ժամանակվա ֆոտոներից որ նայում եմ ավելի ոսկեգույն մազերով, այդ ոնց կարելի էր չսիրել այդ երեխուն, պատկերացնում ես, ինչ համով։ Հետո երեխեք արդեն մեծացել էին, այսինքն քույրերս, եղբայրս։ Իսկ որոնք են ծնողների հետ կապված, մայրիկի կամ հայրիկի ամենասենց սիրտը ջերմացնող հիշողությունները։ Մամայի ու պապայի, ամենալավը որ հիմա էլ եմ ասում, մամ-պապ, Փառք Աստծո, որ կողքիս են, ինձ հետ են, ամենաջերմագին։ Լսի ինչ հետաքրքիր է, օրինակ հիմա որ ես մտածում եմ, փաստորեն մնացած ամեն ինչ շատ ջերմագին է եղել։ Նախ այն որ օքեյ էին, որ ես պիտի լավ հագնվեմ։ Այսինքն ճոր ստիլ էի ձեռք բերում։ Նույնիսկ ինչ մեն փոքր ժամանակ դասղեկը դպրոցում հարցրեց. Արսեն ջան, դու ես ընտրում քո շորերը։ Ասացի այո։ Եկատոն ոգևորված պատմեցի, մաման ասաց. Ինչի ինչ կլիներ ասեի, ես էի, որ իմանան ես էլ եմ ճաշակով։ Որտեղ ես այդպես փոքր ժամանակվան սիրում էի ինչ-որ բաներ համադրել։ Դուբլյոն կեքը բանել, այտենց որ հիմա Բալենսիական տնտեսրեց մի քանի տարի, այդ մենք ախպերս կանագերում էինք ակրում։ Բայց ջերմացնող լսի երևի այդ այն սեղաներն էր, այս ծայրից այն ծայրը մեր տանը գցած, որտեղ մերոնք նստած էին ու բազում հյուրեր։ Այդ որ հիշում եմ սիրտս ջերմանում է։ Հիշում եմ նաև, որ այդ հյուրերը գնալով պակասեցին, որովհետև պապայի գործերը վատացավ։ Այդ տխրեցնում է այդ մասը։ Այդա օրինակ աշխատել եմ անցկացնելու համար իմ մոտից, որովհետև փողի հետ կապված ես հասկացա, որ ես խնդիրներ ունեմ, որովհետև ես տեսել էի դրա լինելը, այսինքն փոքր ժամանակ։ Հետո տեսա, որ դա չի լինում, ինչա լինում փաստորեն, այսինքն որ տեսա, որ չի լինում, ինչա լինում, հասկացա, որ բայ այնի փողներ։ Փաստորեն այդ էր փողը, դե փոքր ժամանակ շատ հետաքրքիր է, ինչա կարևորը լավ է։ Հիմա այդ հարցն եմ լուծել, այսինքն իմ հարաբերությունները ֆինանսների հետ կապված, փողի հետ կապված, որովհետև այդպիսի բաները ստիպում էին ինձ մտածել, որ փողը լավ բան չի, բայց պարզվեց շատ լավ բան է։ Ուղղակի ստաբիլ է։ Հա, ինչի համար ուրախ եմ։ Բայց հիմնականում հիմա ինչը որ հիշում եմ, դրանք դաստիարակչական բաներ էին։ Վիտոգի, այսինքն այն ինչ որ իմ ծնողները ինձ տվել են։ Հաճախ ես մտածում սերունդների հաջորդականության մասին, երեխա ունենալու կամ գուցե չունենալու մասին, դες հիմա շատ ընդունված child free նաև շարժում կա կամ մտածողություն կա։ Այքո պարագային մտածում ես այդ մասին։ Ես փոքր ժամանակ մտածում էի, որ մերոնք 4 են ունեցել, ես անպայման 5 երեխա պիտի ունենամ, որովհետև դե գերազանց է, եթե իմ ցանկությունը չունեմ երեխա
եղել են ընթացքներ, որ մտածել եմ ունենալու հետ կապված, այսինքն կուզեի երեխա ունենալ, բայց հիմա որ անկեղծ ասեմ, առանձնապես հետաքրքրված չեմ, լուրջ չեմ։ Այսինքն քեզ հետաքրքիր չի, ինչպեսին կլինի քո երեխան, իմ երեխան, դու իրեն տասեր, ջերմություն, էմոցիաներ։ Հա, այդ ամեն ինչը կուզեի տայի, բայց ինչպեսին կլինի, ես ինչ իմանամ։ Քեզ թվում է տենց մերոնք պլանավորել էին, ես ինչպեսին եմ լինելու։ Ի վերջո եղա այնպեսին, ինչպեսին եղա, չէ։ Հիմա կարող ես էլ կարող եմ ինչ-որ երեխա ունենամ պատկերացնեմ ինչպեսին պիտի լինի, ու մեկը հոլո, սյուրպրիզ, անակնկալով գա, հավաս ունեմ։ Համակերպվեմ ինքը ինչպեսին է։ Ամգուցե շատ ոգևորվեմ, այդ չի հարցը, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ կյանքի ընթացքում հասկանում ես, որ մի տան մեջ 4 մարդ են ծնվում, 4-ն էլ տարբեր, այստեղից հետևություն, որ մարդը, հա, երեխայի ծնունդը լավ բան է, համաձայն եմ, բայց կուզեի միանգամից մի քանիսը ունենայի անկեղծ, եթե տենց էլի։ Շնորհակալություն Արսեն, հուսանք, որ մարդիկ կարողացան էլ ավելի լավ ճանաչել քեզ։ Շնորհակալություն, որ հենց այդ տոնով էիր խոսում, որով հազվադեպ ենք քեզ լսում։ Մերսի, շնորհակալ եմ։ Այսպիսին էր այսօրվա տետատետը, հուսամ լավ ու ջերմ մեկնաբանություններ կգտնենք այս տեսանյութի տակ, բաժանորդագրվեք, կիսվեք եւ մնացեք մեր ալիքի հետ։ Լավ եղեք, առայժմ։ Ողջույն, հոգեբանի մոտ այցելել պետք է յուրաքանչյուրիս, երբ կա որևէ խնդիր կամ երբ կա օրինակ տագնապային զգացողություն, տարբեր հոգեվիճակներ, որոնք միայնակ լուծել ցավոք մենք չենք կարող։ Այդ առումով մեզ պետք է փորձառու եւ լիցենզավորված հոգեբան, այս պայն իմ կողքին է նստած հենց նման մասնագետ, ով Միացյալ Նահանգներում գործում է լիցենզավորված եւ միաժամանակ իհարկե կարողանում է լուծել մարդկանց բոլոր խնդիրները։ Սարա Գերոյն է այս պայն իմ կողքին, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Կասեք, ինչու մեր մշակույթում չկա առանց խնդրի հոգեբանին այցելելու մշակույթը։ Ցավալիորեն երևի ժամանակի հետ է կապված, կուլտուրայի հետ է, մեր մշակույթի հետ է կապված։ Ինքս մեծանալով Հայաստանում ավելի շատ ընդունված էր երևի ընտանիքի մեջ բոլոր հարցերը լուծել, չէ՞, ընտանիքներ զրուցում էինք իրար հետ, ստեղ դրա պակասը կա նախ մարդկանց միջև, միայնակությունը կա, ամոթը կար, մարդիկ կան, որ միջև հիմա իմիջայլոց մարդիկ դիմում են, որ ասում են ամոթ չի, երևի այդ ամոթի բանը, մարդիկ չէին ուզում, ցավալի է դա նշել, բայց տարօրինակ երևալ։ Լավ, ես ունեմ փորձառություն հոգեբանի մոտ այցելելու ու պիտի ասեմ, որ ինձ համար անսովոր էր առաջին միայն այցելությունը, որից հետո իմ մոտ ձևավորվեց շատ այդպես ջերմ եւ դրական վերաբերմունք հոգեբանի նկատմամբ։ Այ դուք ինչպես եք կարողանում անել, որ մարդիկ ձեզ միանգամից վստահում են, որովհետեւ մեծ թվով այցելուներ ունեք, ովքեր սիրով են գալիս եւ ժպիտով հեռանում։ Գիտեք, ինձ թվում է հոգեբանի համար կարևոր գործոններից երևի մեկը նախ անձնական մոտեցումը, ստեղծել միջավայր, որտեղ անձը չզգա, որ նա կարող է դատված լինել։ Դատողական ոչ մի միտք չարտահայտել մարդու հանդեպ եւ կրկին նշեմ, որ շատ կարեւոր է ստեղծել մի միջավայր, որտեղ իրեն կարողանան հանգիստ զգալ, արտահայտել այն ամեն ինչը, ինչ որ երևի շատ անգամ իրենք իրենց չեն ուզում արտահայտել։ Դե ինչ ես առաջարկում եմ ձեզ զանգարել նշված հեռախոսահամարով, հոգեբան Զարա Գերին սպասում է ձեր զանգերին, առցանց հեռախոսով կամ պարզապես on-line տարբերակով կարող եք անցնել այցելությունները։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության
բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry, գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաեւ սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով վստահ եմ մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. The story you are about to hear is true.